Պարոն նախագահ, իսկ հնարավոր է, որ այս Եվրամիության անդամակցության թեման իրականում շղարշ է եւ իրենք պատկերացնում են, որ ԵԱՏՄ-ից դուրս են գալու ու դա փակելու են Ադրբեջանի հետ առևտրով, Թուրքիայի հետ հնարավոր բացվելիք սահմանով, այսինքն կոնկրետ տեղաշարժեր են, շատ տեկտոնական տեղաշարժեր են։ Ոչ թե ԵՄ-ն գնում, այլ Թուրքիա ու Ադրբեջան։ Հա, Թուրքիա ու Ադրբեջան, իրականում այսինքն դա շղարշ է եւ նույն երկաթուղու հետ կապված, որ ասում եք կա ռեալ հնարավորություն եւ չեն օգտվում այդ հնարավորությունից, արդյոք սա դրա մասին չի խոսում։ Այսինքն այդ տարբերակը կարող ենք դիտարկել։ Կարող է իրենք այդպես են մտածում, որովհետեւ կրկնեմ հաշվարկել չգիտեն, գիտելիքներ չունեն։ Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող։ Չկա գյուղ արտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։ Տեքստիլ։ Դեռ գյուղից խոսանք, իդեպի եմ նաեւ գյուղից խոսում, որովհետեւ գյուղերում Նիկոլ Փաշինյանը ունի ամենից բարձր վարկանիշ։ Բայց հենց իր քաղաքականությունը քանդում է այդ մարդկանց բարեկեցությունը։ Դու չես կարող Թուրքիա արտահանել ոչինչ։ Քո գյուղ արտադրանքի որևէ տեսակ չես կարող։ Եվ Ադրբեջան չես կարող։ Ադրբեջանում էներգիա անելու է մեր գյուղատնտեսությունը։ Հակառակն է։ Այո։ Ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում սուբսիդավորման մակարդակի պատճառով ընդեր շատ ավելի Պաշտպանված տնտեսություն։ Պաշտպանված է իրեն շուկան, Ադրբեջանում վերջի այդ էլեկտրոէներգիան ավելի էժան է, իրենք ունեն նավթ, գազ եւ դրա հաշվին իրենց արտադրանքը մրցունակ է, միգուցե մի քիչ էլ ավել։ Ռուսաստանում շուկաներում մենք մրցակից ենք։ Գյուղատնտեսական արտադրանքի մրցակից ենք ռուսական շուկաներում։ Վարունգ, լոլիկ, եւ ծաղիկ։ Մենք մրցակից ենք։ Մենք չենք կարողանալու իրար շուկաներից օգտվենք։ Նույնիսկ տեքստիլ այն ինչ մենք արտադրում ենք, միգուցե գինուց, կոնյակից բացի։ Ինչ որտեղ կարանք մրցակից լինենք, բայց ծավալները շատ փոքր են։ Մուսուլմանական երկրներ են եւ այսպես ասենք ալկոհոլի օգտագործման ծավալները չափազանց նեղ են։ Չես կարող համեմատել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մեզ համար մեր շուկայում անսպար շուկա է։ Անսպար շուկա է հատկապես ալկոհոլի համար։ Ավելի լավ շուկա ուղղակի չես գտնի։ Դա նույնն է, որ ասենք, որ մենք մրցենք Ֆրանսիայի հետ գինու արտադրության մեջ։ Կարանք մրցենք Ֆրանսիայի հետ։ Ոչ, հիմա նույնը մի շարք ոլորտներում այդ երկրների հետ։ Եթե իրենք այդպես են մտածում, եւս մի փորձանք են բերելու մեր գլխին։ Մի փորձանք բերեցին պատերազմ, փորձանք բերեցին Ղարաբաղի հարց։ Հիմա հերթը եկել է տնտեսական փորձանքի։ Տնտեսական փորձանքի հետն են բերել ու մեր ժողովրդի գլխին ջարդելու են։ Ջարդելուց հետո գիտեք ինչ է ասելու։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է մենք այո կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Ոնց նման մի թեզ Ռուսաստանից այս անգամ, չգիտեմ ումից։ Ղարաբաղի գնով ինքը ինքնիշխանություն է հաստատել։ Կասի ինքնիշխանություն ենք բան արել։ Որովհետև մեր գյուղատնտեսությունը կախված է եղել Ռուսաստանից, մենք ոչնչացրել ենք մեր գյուղատնտեսությունը եւ կախվածությունը վերացրել ենք Ռուսաստանից։ Այդ նույնը որ ոդկը ցաղմա կտրես։ Այ մոտարապես նույն թեզն է, ինչ որ ասում է Ղարաբաղի մասին։ Ղարաբաղի թեման ընդհանրապես այդ տեսանկյունից ինչ ասում են, մի խայտարակություն է, ոնց որ ծնողը ասի ես օրինակ երկու երեխա ունի, ասի մեկ երեխայի կյանքի հաշվին, այն մյուսը ավելի լավ է ապրելու։ Այս մի երեխան զոհաբերեմ, ավելի փող շատ կմնա, մյուսի համար երկու կոշիկ կառնեմ, չգիտեմ, մի հատ ավելի լավ շոր կառնեմ, մի հատ լավ ավելի բան ճոխ խաղալիք կառնեմ։ Մոտարապես սա է։ Սա նորմալ է։ Հայ ժողովրդի համար նորմալ է։ Կոնկրետ իմ ժողովրդի համար սա նորմալ է։ Ինձ թվում է թե ոչ։